Լավ ես։ Քեզ ոչ ոք չի ստիպել, չէ՞ որ եկել ես այս տուն։ Դու քո կամքով ես չէ՞ եկել։ Ասելիքդ ասա։ Դե ուզում եմ ասեմ, որ թող ես քո մանկական ու ուսանողական հիշողությունները անցել։ Դու եկել ես այս տուն, նոր տուն։ Ու քո երեխու սիրելի ամուսնայի հետ պիտի նոր կյանք սկսես։ Եթե անկեղծ, լրիվ պատահական, լսեցի քո հեռախոսային խոսակցությունը։ Ու դե ինձ դուր չեկավ։ Աննան իմ ընկերուհին է։ Ու դու չես կարող ինձ արգելել, իրան օգնել։ Կարամ արփի։ Հաստատ կարամ։ Օրինակ երեք ինչ-որ տեղ էի գնացել, չգիտեմ թե ուր, ու շատ ուշ ես վերադարձել։ Այդ նշանակում որ հորդ տանը իմ ռեժիմին հետ էր սովորել։ Իսկ հիմա նորից պետք է թարմաստել։ Դու քանի որ ես տանն ես, ուրեմն պիտի ապրես իմ ռեժիմով, որովհետև փորձը ցույց է տալիս, որ քո հետ ուրիշ մեթոդ չի աշխատում։ Ես քեզնից չվստահելու օր չեմ տվել։ Իսկ Աննան իմ մանկության ընկերուհին է։ Քո ընկերուհին էր։ Իսկ հիմա չենք մոռանում Աննայի նոր կարգավիճակը։ Դա կապ չունի Առնո։ Ես չեմ հանդուրժի որևէ մեկին, ով ինձ դուր չի գալիս։ Ու չեմ ուզում ես խոսակցության անդրադառնանք երկրորդ անգամ, որովհետև այդ ժամանակ արդեն կսկսեմ կոնկրետ գործողություններ։ Իսկ այդ ժամանակ կմնաս սենյակում, ու սենյակից դուր չես գա։ Պարզա ամենի սերս։ Ես գիտեի, որ ինձ ճիշտ կհասկանաս։ Ինչ ասաց։ Ասաց, որ միշտ իմ հետ է։ Ինձ պետք է իր հետ խոսալ։ Ես իմ հետ սենց ավելի հանգիստ եմ զգում։ Առնո սպասի։ Ինչ ես ուզում։ Ինչ է եղել արփի։ Ինչ-որ բան ես ուզում ասես։ Հա, Առնո, ուզում եմ։ Ես ինքնակամ քո տուն եկա։ Ես սենց չեմ կարա, մեր մեջ պետք է վստահություն լինի։ Վստահություն։ Քո այդ գեղեցիկ շուրթերից, որ վստահություն բառը լսում եմ, ամբողջ աշխարհի հանդեպ հայացքներս փոխվում են։ Ինչի մասին է խոսքը, արփի, ինչ վստահություն։ Մենք սենց չենք պայմանավորվել։ Իսկ ինչ պայման կարա լինի մեր մեջ։ Եթե մեր երկուսից մեկը պիտի փոխվի, այդ դու ես։ Եթե մեր երկուսից ինչ-որ մեկը պիտի ուղղվի, այդ ես դու։ Իսկ իմ զգացմունքները երբեք քո հանդեպ չեն փոխվում։ Բայց վերաբերմունքը կարա փոխվի, կախված քո պայելաձևից։ Ինչ ինձ չես վստահում։ Գոնե մի պատճառ ասա։ Օրինակ պատճառներից մեկը հենց այսօր։ Քո ընկերուհին։ Դու լավ գիտես, որ ես չեմ ուզում քո անցյալի հետ ինչ-որ կապ ունենաս։ Ես ոչ ոքին քո անցյալից չեմ վստահում։ Թեկուզ քո ամենամոտ ընկերուհին։ Առնո, ես չեմ կարող ուղղակի բոլորին ջնջեմ իմ կյանքից։ Աննան խնդիրներ ունի։
ինքն է ինձ զանգել։ Ես չեմ ուզում, որ ինչ-որ չերևացող մարդիկ ես աշխարհի երեսին, իրենց պրոբլեմներով քեզ անհանգստացեն։ Հասկացա՞ր ինձ։ Ոչ մի բան չի փոխվել։ Ինչ նոր կյանքի մասին է խոսքը։ Դու ընդհանրապես չես փոխվել։ Ընտրությունը քոնն ասել ես։ Մնացողներս դու գնացողն ես։ Դու ասում էիր, որ մենք նոր կյանք ենք սկսելու։ Էսա նոր կյանքը։ Ոչինչ չի փոխվել, Առնո։ Ես նույն վախեցած Արփին եմ, որ առաջին անգամ քո տուն մտավ։ Գիտես ինչն է հետաքրքիր։ Որ դու լուրջ զարմանում ես, թե ինչի մեր մոտ ոչ մի բան չի ստացվում։ Ինչի մենք չենք կարողանում նորմալ ընտանիք կազմել։ Հետո հարցնում ես, ինչի մենք նորմալ ընտանիք չենք դառնում, ինչի ես քեզ չեմ սիրում։ Առնո, ոչ մի բան չի փոխվել։ Ինչի ես քեզ չեմ սիրում, որովհետև ես քեզնից վախենում եմ, Առնո, նույն ձևի վախենում եմ։ Դու ինձ նույնիսկ մի փոքր տարածություն չես տվել, որ ես հանգիստ շնչեմ։ Ես քո կողքին խեղդվում եմ, Առնո, դու ինձ խեղդում ես։ Վերջ։ Շատ անով է։ Բայց եթե քեզ լավ չես զգում, ավելևը մի արա, մենք ինքներս կանանք։ Չէ, ինչ ես ասում։ Ես պարկելուց ավելի վատ եմ զգում, գոնե sense տնային գործերով մի քիչ ցրվում եմ։ Աննա ջան, ես քեզ ասեցի, չէ՞ բալես։ Եթե դժվարանում ես, ես կանեմ։ Իմ համար դա նեղություն չի։ Համել սովորեմ, էլի բալես։ Ամեն կողքի չենք ուզում քեզ ծանրաբեռնենք։ Արամ, այսօր ոչ աշխատանքային օր է, տանն ես լինելու, չէ։ Չէ, պետք է գնամ աշխատանքի։ Մի քանի բան կա նայելու, գնայեմ կգամ։ Բայց եթե ուզում ես, կարող եմ մնալ տանը։ Չէ, չես ասում, պետք չի, որ իմ պատճառով գործերից հետ ընկնես։ Ես լավ եմ կարող ես գնալ։ Իսի, ճիշտ է, չեմ ուզում խառնվել ձեր գործերին, բայց եթե ուզում ես ամուսնուդ կողքիդ պահես, սենց տեսարաններ չպիտի սարքես, դա քեզ օգուտ չի տա հավատալ։ Չես ուզում, բայց ոնց որ արդեն խառնվում ես, հա։ Խոր տվեցի։ Սկանդալներ սարքող կանանց տղամարդիկ չեն սիրում։ Լսի, դու ամենավերջին մարդն ես, ում խորհրդի կարիքը ես ունեմ։ Ուզում է օգնել, մնացածը դու գիտես։ Գիտես ինչով կօգնես, եթե լռես, ու քո քիթը չմցնես քեզ չվերաբերող հարցերի մեջ։ Իսկ եթե ուզում ես ճիշտը իմանաս, լավ կանեիր գնայր, որովհետև միայն քո ներկայությամբ դու ինձ հունից արդեն հանում ես։ Ես իմ գործն եմ անում։ Դե ուրեմն քո գործը արա, ու ինձնից, ու իմ երեխուց հեռու մնա։ Ու գնա խորհուրդ ու այն մարդկանց, այն հիմարներին, ովքեր դրա կարիքը ունեն, ովքեր ուզում են իրենց ամուսիններին իրենց կողքը պահել, ես դրա կարիքը չունեմ, գնա ու ուզում ես խորհուրդը տու։ Աղջիկներ ինչ-որ խնդիր կա։
Կարող է իրոք լավ չես գում քեզ Արփի։ Առավոտվանից գոռում ես։ Հա, լավ չեմ Առնո։ Լավ չեմ, որովհետև այս տանը անհնար է լավ լինել, բայց դու մի անհանգստացի, աշխատողներիդ մասին հոգ տար ավելի լավ է։ Ես չեմ ուզում, որ դու գոռաս ու անհանգստանաս, որովհետև անցած անգամ էլ սենց սկսվեց։ Հերիք Առնո, ես գիժ չեմ, նույն բանը հերիքա կրկնես, ես գիժ չեմ Առնո։ Եթե բժիշկների կարիք կա, դու մենակ ասա, ես կկանչեմ։ Չէ, ես գիտեմ դու ինչու ես ուզում հասնես, ես գիտեմ քո նպատակների մասին, Առնո, չի ստացվի։ Ինչու ես նման բան մտածում, ես չեմ հասկանում։ Ես ոչ մի նպատակ չունեմ։ Միակ իմ նպատակը, որ դու քեզ լավ զգաս, որ դու առողջ լինես ու ոչ մի խնդիր չունենաս։ Ինչ ուզում ես ես լրիվ գժվեմ, հա։ Էդ է քո նպատակը Առնո, ուզում ես ես գժվեմ, ինձ ուզում ես այդպեսին տեսնես, ինձ այդպես չես տեսել դու։ Դու չգիտես ես ինչի եմ ընդունակ այդ ժամանակ, չէ՞։ Ոչինչ կտեսնես։ Ես թույլ չեմ տա, որ սա մոտենա իմ երեխուն։ Ես թույլ չեմ տա, որ այս տանը ինձ ղեկավարի։ Հանգստացի սերս։ Դու նույնիսկ քո վարքին չես կարող հետևես։ Ուր մնացել երեխուն հետևես։ Ես նույնիսկ ես չեմ թողում դու երեխու սենյակում մնաս։ Հանգստացի Արփի։ Ես ամեն ինչ քո համար եմ անում։ Ամեն ինչ։ Վռան վտանգավոր է, սես բաներ մի արա։ Կար շատ կարևոր բան ունեմ հետդ խոսալու։ Ու այս ամենաճիշտ տարբերակն է։ Դու մեկա չես փոխվի։ Աղբերս նստեղ քշի, որ կարողանանք երկուսով հանգիստ խոսանք։ Լավ։ Աստված սենց ավելի ճիշտ է կար։ Լավ չես։ Լավ է։ Լավ չես։ Լավ եմ, Արա։ Բայց դեպքում ինչ իրանում ես կան ժամանակ։ Հասուն մարդ պետք է հիվանդ լինի, որ բաղնիքում անցկացած րոպեներն էլ հաշվեն։ Ինչ խոսք հաճել է։ Ես կատակ չեմ անում։ Ու թեման մի փոխի։ Արամ, ես իրոք լավ եմ զգում։ Ուղղակի չեմ հասկանում ինչ ես պանիկա անում։ Որովհետև ես տեսնում եմ, որ լավ չես։ Իսկ մենք պայմանավորվել էինք, որը ոչ մի թաքուն բան։ Արամ, ախր ես քեզանից ոչ բան չեմ թաքցում, ինչ կա դու արդեն գիտես։ Լավ։ Արի գնանք պարկի։ Պարկի հանգստացի։ Կար ջան, ես քեզ բան պետք է խնդրեմ, աղբերս։ Խնդրել ես որ նա գիտես ամեն ինչ կանեմ, ինչ ա եղել։ Կար։ Դու գիտես, որ ես Եվային ոնց եմ վերաբերվում։ Ու այդ աղջիկը անկախ ամեն ինչից միշտ իմ կողքն է։ Ինչ պետք է անեմ։ Ուզում եմ Եվային տեր կանգնես, կողքը լինես։ Աղբերս տուն չունի, ամեն օր մի տեղ է գիշերում, չգիտեմ այդ աղջիկը այդ ինչ կլինի։ Շատ եմ խնդրում, կողքը եղի, հա։ Հանդիպի հետը տես ինչ ա պետք։ Լսի, որ այդքան մտածում ես Եվայի մասին։ Ինչ ես թողում մտածի, որ դու մահացած ես։ Զանգի ասա ողջ ես, տանջվում է։ Մեղք չի այդ աղջիկը։ Մեղք կա, կար գիտեմ, բայց հիմա դրա ժամանակը չի, հետո։
Երբ հետո։ Եթե ասպես հավատարիմ է, ինչի չես վստահում։ Ով ասես, որ չեմ վստահում։ Վստահում եմ։ Ուղղակի դու էլ գիտես, որ Էվան էմոցիոնալ աղջիկ է։ Եթե իմանա ես ողջ եմ, լիքը սխալ բաներ անելու։ Ու այդ ինձ հիմա պետք չի։ Լավ դու գիտես։ Բայց իմացի իմ համար էլ է խաբելը դժվար իրանը։ Գիտեմ, որ դժվար է։ Բայց աղբրես մի բան արա։ Մեկը սխալ ես անում։ Հենց Էվայի հանդեպ դու սխալ ես։ Գիտեմ, կար։ Գիտեմ, որ սխալ է, բայց հիմա ուրիշ տարբերակ չկա։ Աղբրես իմ համար շատ բան ես արել։ Խնդրում եմ հիմա էլ արա։ Արփի գիտեմ, որ դժվար է քո համար։ Ոչինչ մեր նպատակը դժվարություններից կարևոր է։ Մի կորցրու քեզ։ Թույլ մի տուր, որ առնան քեզ թուլացնի։ Դու պետք է ուժեղ լինես։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Հիմա ծանր է, հետո լավ է լինելու։ Մենք հասնում ենք մեր ուզածին, կարևորը չկոտրվես ու հետ չկանգնես։ Ես քեզ հետագա քայլերդ կասեմ։ Նպատակը մոտ է։ Ստեղ անցկացված ամեն մի վայրկյանը ինձ հավերժություն է տվում։ Անտանելի է, բայց ես պետք է դիմանամ։ Էվա։ Էվա։ Էվա, լսում ես ինձ։ Էվա։ Չես տեղանում։ Գիտեի, որ ստեղ կլինես։ Դու ավոր տակ ես։ Արի գնանք տուն։ Ես տուն չունեմ։ Իմ տունը քո տունն է։ Չեմ գալիս։ Ախր ինչ ես տենց ասում։ Դու լավ չես, ջերմություն ունես։ Ինչքան պետք է դրսում մնաս։ Կամ ինչ անեմ։ Ես ում եմ պետք։ Կամ ով այն սպասում։ Ես ոչ մեկի պետք չեմ, ես չեմ ուզում ապրեմ։ Էվա, դու հիմա լավ չես, դրա համար տենց ես ասում։ Հետո տես չես մտածելու, բայց ուշ է լինելու։ Ինձ նույնիսկ սպասող չկա։ Արի գնանք, դեղ կխմես, կհանգստանաս, կլավանաս, հետո կխոսանք։ Չես հասկանում, ես չեմ ուզում ապրեմ։ Իմ գերեզմանին նույնիսկ լացող չի լինի։ Հանունում ապրեմ։ Հանում քեզ, Էվա։ Չեմ ուզում։ Իմ նման մարդու ում է պետք։ Էվա, արի գնանք ստեղից։ Այդտեղ թեյ կխմենք, կհանգստանաս, հետո կխոսանք։ Գնանք, Էվա։
Ալբերտ։ Լավ չես, դեղերդ չես խմել։ Լավ, խմել եմ։ Ախր այսպես չի կարելի։ Քեզ չես խնայում։ Նոր ես դուրս գրվել հիվանդանոցից, Ալբերտ, մեր մասին մտածել ես։ Դու չգիտեմ, բայց Արփին արդեն իր կյանքը դասավորել է։ Դու էլ գիտես, որ այդպես չի, մի ասա։ Երբ ուսանող էի, մեր դասախոսներից մեկն ասեց, թե ամեն մարդ ինքն է մեղավոր իր անազատության համար։ Ես էլ էդ վիճեցի ասացի, ինչ եք ասում ազատությունը, դա երազանք է, մարդիկ կան, որ կյանքն են զոհել ազատության համար, օրինակներ բերեցի, մի խոսքով ոչ ես կարողացա իրեն համոզել, ոչ էլ ինքը ինձ համոզեց, բայց հիմա այսքան տարիների փորձից հասկացա, որ ամեն մարդ ինքն է ընտրում իր անազատությունը և ինքն է մեղավոր իր ազատության համար ու դասախոսն շատ ճիշտ էր, շատ ճիշտ էր։ Արփին ուղղակի վախենում է Առնոյից։ Արփին չի վախենում Առնոյից։ Արփին ուզում է ինքնուրույն ապրել, նոր կյանք սկսել։ Իր իրավունքն է, թող սկսի։ Ես որոշում եմ կայացրել, էլ չեմ խառնվելու, խոստացել եմ։ Մի հրաժարվիր Արփից, Ալբերտ, դա ճիշտ չի։ Արփին չի հասկանում ինչ անում։ Առաջին անգամ չհասկացավ, երկրորդ անգամ չհասկացավ։ Մարդը նույն գետը երկու անգամ չի կարող մտնել, եթե մտնում է, ուրեմն 4 անգամ էլ կմտնի, 5 անգամ էլ կմտնի, անընդհատ կմտնի, նման մարդը հակում ունի սխալվելու։ Հասկանում ես, կարճ ասած, ես այլևս նրան ասելիք չունեմ։ Ալբերտ, այդպես մի ասա։ Վերջ, փակում ենք այդ թեման, այլևս այդ թեմայով չխոսես ինձ հետ։ Եթե ուզում ես աղջկադ հետ խոսել, գնա խոսի, բայց չգաս ու ինձ չպատմես, ես Արփիի մասին այլևս լսել չեմ ուզում։ Հասկացար։ Ես էլ տար։ Տար ասում եմ։ Առնո, դրանց նա։ Իմ կյանքը ոչ մեկի պետք չի։ Ես միշտ էլ տենց եմ մտածել ու տենց եմ զգացել։ Այդպես եմ մտածել, քանի դեռ չէի գտել Վռամին ու մամային։ Այդպես եմ մտածել, որ փոքր եմ եղել, միշտ մենակ եմ եղել ես։ Պապան ու Արման ինձ միշտ առարկայի պես եմ վերաբերվել, որը պետք է լինի տան ինչ-որ մի տեղում ու աչքի առաջ։ Ես գիտեմ, որ դու լավ մանկություն չես ունեցել։ Ես ընդհանրապես մանկություն չեմ ունեցել։ Ես հիշում եմ մինչև ամեն ինչ մինչև մաման։ Հետո ոչինչ չեմ հիշում, տարօրինակա չէ։ Երևի դու ես տենց ուզեցել։ Հետո գտա
Իմ կյանքում մի հատ լուսավոր կետ հայտնվեց։ Չնայած որ ինքը ինձ անընդհատ իրանից հեռու էր պահում, բայց ես զգում էի, որ իր տեղը իմ կյանքում շատ հստակ է։ Զգում էի, որ ինքը իմ մարդն է, ում համար կարելի է հավաքել բոլոր ուժերը ու նորից սկսել ապրել։ Հետո շատ անսպասելի ու անհավանական ձևով մամաս հայտնվեց։ Ու հետո էլի կորեց։ Ամեն ինչ այնքան արագ ա եղել կար։ Ինձ մի պահ թվաց, որ ինչ որ ինձնից վերցրել են հետ են տալիս։ Բայց դա էլ շատ կարճ տևեց։ Մամային կորցրեցի, Վրամին նորից գտա ու ինչքան արագ գտա, այդքան արագ էլ կորցրի։ Իսկ հիմա ոչ մի հույս չկա։ Չկա կար, որ կտեսնեմ, կխոսեմ, գոնե մի անգամ կլսեմ իրան։ Իսկ ես այնքան ունեմ իրա կարիքը ու վստահ եմ ինքն էլ իմ կարիքը։ Գիտես, իրականում այնպես չի, որ շատ երջանիկ զույգ ենք եղել բոլոր սովորական զույգերի նման։ Մենք երբեք էլ սովորական զույգ չենք եղել։ Այնպես չի, որ շատ հաճախ ենք հանդիպել կամ շատ սիրել այդ։ Միշտ իրան սառն է պահել։ Միշտ վանել է։ Ես նույնիսկ հիմա չեմ մտաբերում ինչ-որ դեպք, որ ինքը ինձ հետ ջերմ է եղել։ Բայց այդ իմ համար կարևոր չի եղել կար, որովհետև ես իրան սիրել եմ նենց, ոնց որ ինքը կա։ Ու հիմա ես նորից սկսում եմ նույն տեղից։ Դատարկությունից։ Ոչ մի բանից։ Սրոյից։ Ես ոչինչ չունեմ։ Չգիտեի, որ դու ծխում ես։ Ես էլ չգիտեի։ Եվա, ես հասկանում եմ քեզ։ Իրոք հասկանում եմ։ Բայց պետք է քեզ խնդրեմ, որ ինձ չմերժես։ Ինձ հետ կազգնանք։ Ես երկար ժամանակ քաղաքում չեմ լինելու։ Տունը ազատ է։ Կմնաս ինչքան պետք է։ Չէ։ Չեմ ուզում։ Եվա, մի մերժի, կոնե ժամանակավոր։ Ինձ տուն պետք չի։
Ես եթե տուն ուզենամ, կարող եմ ինձ համար տուն վարձել։ Բայց դրանք կենցաղային հարցեր են։ Ու իմ կյանքում ոչ այդքան կարևոր։ Ավելի ճիշտ անիմաստ։ Իսկ գիտես ինչի։ Որովհետև իմ գոյությունը հիմա դեռև անիմաստ է։ Խնդրում եմ, Էվա։ Չէ կար։ Չեմ գա։ Ինչ ես անում։ Դու հասկանում ես ինչ ես անում։ Դու պետքա տեսնեիր այդ աղջկա վիճակը։ Այդ հանգստացի մի գորը։ Հետո ասես անհանգստանում ես։ Այդպես են անհանգստանում։ Կարեն ասում եմ դուսը մի գորը, արի մտնենք ներս խոսք։ Էվան չեկավ այնպես։ Ու գիտես ինչ։ Որտեղ ասում եմ, որ իր ապրելն իմաստ չունի։ Ինքը չի կարող ապրի առանց քեզ։ Ինչին է պետք տունն է, եթե դու չկաս։ Մեղքը չի գալիս այդ աղջիկը։ Դու լսում ես ինչ եմ ասում։ Հա, լսում եմ։ Հասկանում ես ինձ։ Ասում եմ իմաստ չունի իմ ապրելը, առանց քեզ չի ուզում ապրի։ Բա որ հանկարծ հետը մի բան անի։ Չի անի։ Չեմ մտածում որ կանի։ Չես մտածում որ կանի։ Այդպես ես մտածում դու։ Կարեն, դու շատ լավ գիտես, որ ես հիմա ուրիշ տարբերակ չունեմ։ Հերիքա մեղադրես։ Տարբերակ միշտ էլ կա։ Ես զարմանում եմ քո վրա։ Խոսքեր չունեմ ասելու։ Դու ինչ էգոիստ մարդ ես։ Դե մի հատ հանգստացի ինձ լսի։ Ես էգոիստ չեմ։ Եթե էգոիստ լինեի, չէի խնդրի, որ Էվային օգնես։ Էվան քո օգնության կարիքը չունի։ Կարեն, խնդրում եմ աղբերես։ Նորից եմ խնդրում, 10 անգամ պետքա կխնդրեմ։ Դու Էվային համոզի։ Ես գիտեմ որ կարաս։ Համոզի թող քո տուն գա։ Աղբերես։ Շատ եմ խնդրում արա։ Հիմա ժամանակ չունեմ, պիտի գնամ։ Լավ ես սերես։ Լավ է։ Անհանգստանում եմ քո համար։ Կարիք չկա, ես լավ։